Այսօր եկեք միասին ուսումնասիրենք Աստծո խոսքը, դիմելով Եբրայեցիներին ուղված նամակի 9-րդ գլխին, հասկանանք Հոր երկիր երկրորդ գալուստի իմաստը։ Եկեք նայենք 9-րդ գլխի 27-րդ համարին։ Եվ ինչպես որ մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, դրանից հետո դատաստանը։ Նույնպես էլ Քրիստոսը շատերի մեղքերը վերցնելու համար մեկ անգամ զոհաբերվեց, իսկ երկրորդ անգամ կհայտնվի առանց մեղքի, իրեն սպասողների փրկության համար։ Իր առաջին գալստյան ժամանակ նա եկավ այս երկիր, խաչի վրա մեռնելու որպես մեղքի զոհ, իսկ իր երկրորդ գալստյան ժամանակ նա եկավ այս երկիր, փրկելու ողջ մարդկությանը։ Ապա, արդյոք Հայր Աստված ասաց, որ երբ երկրորդ անգամ գա, միայնակ կգա մեզ փրկելու համար։ Ում հետ նա հայտնվեց մեզ փրկելու համար։ Հայր Աստված, Մայր Աստված, ովքեր հոգին հարսն են, ասացին. Արի։ Որովհետև միայն Աստված կարող է մեզ փրկություն տալ։ Վերջին հաշվով, Հայր Աստծուն, Մայր Աստծուն փնտրելը մեր փրկության ճանապարհն է։ Այլ կերպ ասած, սա ամենայական կարևոր կարճ ճանապարհն է դեպի երկնքի հավիտենական արքայությունը, որը մենք կորցրեցինք։ Ահա թե ինչու Աստված ասաց. շարունակեք ճանաչել Աստծուն։ Նա մեզ ասաց, որ ամեն ջանք գործադրենք Աստծուն ճանաչելու համար։ Եկեք նայենք Օվսեայի 6-րդ գլխին։ Եկեք տեսնենք 3-րդ համարը։ Ճանաչենք հետամուտ լինենք ճանաչելու Տիրոջը։ Նշանակում է Աստված։ Եկեք ճանաչենք Աստծուն։ Արշալույսի պես ստույգ է նրա ելքը, նա անձրի պես պիտի գա մեզ, գարնանային անձրի պես, որ ոռոգում է երկիրը։ Նայեք 6-րդ համարին։ Որովհետև ողորմություն եմ ցանկանում ոչ թե զոհ։ Ինչ է Աստված ցանկանում։ Աստծու ճանաչում, ոչ թե ողջակեզներ։ Լավ է, որ մենք շատ զոհեր ենք մատուցում, այսինքն երկրպագում ենք Աստծուն, սակայն դրանից ավելի լավ մեզ համար Աստծուն ճիշտ ճանաչելն է։ Ապա այսօր, արդյոք երկրի վրա բազմաթիվ եկեղեցիները գիտեն նոր անունը, Քրիստոս անսանհոնգ։ Նրանք չեն։ Քանի որ նրանք չեն ճանաչում Հայր Աստծուն, ավտոմատ կերպով չեն կարող ճանաչել Մայր Աստծուն։ Սա պայմանավորված է նրանով, որ Աստվածաշնչում մարգարեացված է, որ մենք կարող ենք իմանալ Մայր Աստված գոյությունը միայն Հայր Աստված միջոցով։ Հետաբար, մենք պետք է ձգտենք ճանաչել Աստծուն ճիշտ ընդունել Մայր Աստծուն, որպեսզի չկորցնենք երկնքի հավիտենական արքայություն մտնելու հնարավորությունը։